Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սկսում ենք Status Quo հերթական թողարկումը։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, իսկ այսօրվա իմ զրուցակիցը քաղաքագիտության դոկտոր Հայկ Մատիրոսյանն է։ Հայկ, ողջունում եմ ձեզ։ Բարև Գեորգ։ Ողջույն։ Հիմա սկսենք Փաշինյանի վերջին հայտարարությունից։ Նա հայտարարեց, որ Հայաստանում կգրանցվի Trip Company, որը կստանա անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Դրանից հետո, կամ դրանից առաջ ավելի շուտ, խոսվեց այն մասին, որ Հայաստանը Ադրբեջանից կստանա նավթամթերք Վրաստանի միջոցով, որ այնտեղ տարիֆային հարցեր եղավ, բայց դա էական չի։ Խնդիրն այն է, որ նույն սրա մասին խոսեց նաև Բելգիայում կամ Գերմանիայում ներողություն Ադրբեջանի դեսպանը, դրա մասին խոսեցին էլի շատերը, եւ հիմա հարցը հետեւյալն է։ Մենք իսկապես խաղաղություն ենք հաստատել արդեն Ադրբեջանը, թե սա կատարյալ պատրանք եւ մանիպուլյացիա է։ Ստրկություն։ Հայաստանը վասալ պետություն է, սատրապություն է ըստ էության Բաքվի եւ սուվերենության փաստացի կորուստ ունի, որը պիտի որ անընդունելի լիներ, բայց տեսնում ենք որ շատերի համար դա կարծես թե թերևս անհավատալիորեն, բայց ընդունելի է։ Ցավոք սրտի, շատ ցավոք սրտի։ Սա ինքնիշխանության կորուստ է, մանավանդ այստեղ պիտի զուգահեռ տանեմ երեկվա հայտարարության հետ Ադրբեջանի կապված Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների հետ եւ այդ հայտարարության հետ, որ իրենք անգամ չեն ցանկանում եւ թույլ չեն տալիս, որ Հայաստանը Արցախից փախստականների հարցը ոչ միայն չբարձրացնի, այլև փախստականների արկայության մասին խոսի։ Որտեղ նրանց չեն համարում փախստականներ, համարվում են ուղղակի ինքնական բլոկացներ, հետեւաբար պատասխանատվություն իրենք չեն կրում։ Կարևոր չի ինչ են համարում, ինչ էլ համարեն, այդ մարդիկ փախստականներ են, բայց ես հասկանում եմ շատ ճիշտ բան ասիք։ Հայաստանում նարատիվը միշտ այն է եղել, որ Արցախը Ադրբեջան է, եւ այդպես է եղել։ Մինչեւ հիմա, որ նայում ես նախկին ռեժիմականները, որոնք քննադատում են Փաշինյանին, խոսում են ինքնորոշման մասին։ Էլի ես շեղվեցի, բայց ստիպված եմ։ Ինքնորոշման մասին խոսել նշանակում է, որ այն եղել է Ադրբեջանի կազմում մշտապես եւ պիտի ինքնորոշվեր։ Գալիս ենք նույն կետին եւ այս տրամաբանությունն է ամեն հարցում այսպես է ադրբեջանական նարատիվները մշտապես հայերի մոտ ընդունված են եղել սա է իրականություն ուզենք թե չուզենք հիմա այս նույն համատեքստում իրենք ասում են այդպես ինչպես դուք հիշեցրեցիք եւ այստեղ էլ ոչ միայն իշխանությունը այլև ժողովուրդը ընդունում է այդ նարատիվը բայց խնդիրը վերադառնամ բուն հարցին խնդիրը կայանում է նրանում որ Ադրբեջանը Հայաստանը այլևս չի դիտարկում ընդհանրապես ոչ միայն անկախ երկիր, այլև Ռուսաստանից կախված երկիրերը արդեն չի դիտարկում։ Թեև Հայաստանը շարունակում է Ռուսաստանից կախված տարածք մնալ, լեզուս չի պտտվում երկիր ասեմ։ Այն դիտարկում է իրենից կախված երկիր ամբողջությամբ։ Եվ պիտի այստեղ ասեմ, որ փաստացի ստացվում է, որ թերևս այդպես է։ Որովհետև իրենք են թելադրում Հայաստանի եւ ներքաղաքական եւ արդեն արտաքին քաղաքական օրակարգը։ Դա ակնհայտ է բոլորի համար, բացի նրանցից, ովքեր խնդիր ունեն։ Բայց կարծեք արևմուտքն էլ մեր այսքան փառաբանացած եւ այդքան գովերքած արևմուտքն էլ կարծեք թե չի ուզում հասկանալ կամ հասկանում է իրեն դնում է չհասկացողի տեղ կամ իրեն ձեռնտու է այդ նարատիվը կամ իրեն հարմար է որ Ադրբեջանի կախվածությունները այսինքն Հայաստանի կախվածությունները Ադրբեջանից ուժեղանան այն մտքով որ դա թույլատնում է Ռուսաստանից կախվածությունները կա այդ հանգամանքը կա որ կա այդպիսի միտք քաղաքական կամ մտքի սեգմենտ որը կարծում է թե Ադրբեջանից կամ Թուրքիայից կախվածություն ձեռք բերելով Հայաստանը փոխում է իր կախվածությունը Ռուսաստանից որը իրականում այդպես է ուղղակի այստեղ մի քիչ այլ սցենար է Ռուսաստանը իրենից կախվածությունը վաճառել է Թուրքիային Հայաստանին վաճառել է Թուրքիային եւ կախվածությունն էլ բնականաբար այդ փաթեթի հետ հանձնել է տոպրակով Թուրքիային։ Թուրքիա ասելով նկատի ունեմ նաեւ Թուրքիա-Ադրբեջանը։ Բայց այստեղ արևմուտքին մեղադրելու կարիք չկա էլի։ Ես չեմ ուզում ամեն գնով արդարացնել։ Մենք երկուս էլ գիտենք, որ այնտեղի քաղաքական մտքում բաց թողումներ կան շատ հաճախ շատ բաներ գետնի վրա չեն պատկերացնում ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլև ասենք այնպիսի տարածաշրջաներում եւ տարածքներում, որտեղ ավանդաբար արևմուտքը ներկա է եղել, արաբական աշխարհում, Ասիայում եւ այլն բազմաթիվ իրողություններ, ուղղակի չեն պատկերացվում։ Հատկապես Հայաստանը, որտեղ Հայաստանը արևմտյան ազդեցության գոտի կամ Ադրբեջանը չեն եղել երկար ժամանակ
եւ հետեւաբար այստեղ կան թյուր պատկերացումներ եւ որպես Ռուսաստանի ճորտ տարածք այս տարածքի հերացումը Ռուսաստանից եւ փոկումը այն պարագայում երբ Ռուսաստանը համար 1 ռազմավարական սպառնալիքն է, չեմ ուզում ասել արևմուտքի համար, այլ Եվրոպայի համար, որտեղ Միացյալ Նահանգները դիտարկում է իր ռազմավարական սպառնալիք Չինաստանին, բայց Եվրոպան դիտարկում է Ռուսաստանին։ Հետևաբար այստեղ խզում կա ռազմավարական սպառնալիքների ընկալման հարցում։ Եվ այս առումով այո, կա այդպիսի մոտեցում, բայց դա ամբողջական պատկերը չի։ Գերք մենք պիտի արձանագրենք մի բան եւ խոստովանենք դա ինքներս մեզ, գոնե մենք, որ եթե կա Հայաստանի որոշում դառնալու Թուրքիայի եւ Ադրբեջանի սատրապություն, այսինքն դրածո եւ ենթակա ճորտական պետականատիպ տարածք, ապա այդ հանգամանքը արևմուտքը ընդունելու է որպես փաստ, այդտեղ որոշակի վարիացիաներ անելու է, փորձելու է այնպես անել, որ դա 100%-ով տեղի չունենա, որտեղ միևնույն է իր շահերին ձեռք չի տալիս, բայց եթե դու ունես ժողովուրդ, ես այս մասին միլիոն անգամ խոսել ենք Էթում եւ ձեր հետ, որը ընտրել է մի ճանապարհ, այդ ճանապարհը որևէ արտաքին խաղացող ուզում է գերտերություն լինի, ուզում է տիեզերական տերություն լինի, չի փոխելու եւ չի կասեցնելու։ Եթե դա իհարկե Ռուսաստանի պես մեկը չի։ Իսկ սա այդքանի որ Ռուսաստանի պլանն է, փոխելու օրակարգ չկա։ Արևմուտքը վաղուց, արևմուտքում եղել է բան, երկրի ուղղություն փոխելու, արտաքին ներքին քաղաքականություն ուղղելու մոտեցումներ եւ քաղաքականություն եղել է։ Մենք գիտենք, որ դա եղել է Միացյալ Նահանգներում, մինչեւ անգամ 70-ական թվականների կեսերը, մինչեւ թերևս 80-ականների կեսերը Լատինական Ամերիկայում, դրանից առաջ մենք գիտենք, որ կենտրոնական հետախուզական գործակալության CIA-ի առաջին խոշոր օպերացիան եղել է Իրանում, վարչապետ Մոսադեղի դեմ կատարված հեղաշրջումը, որը վերջին տարիներին Միացյալ Նահանգների կառավարությունը ընդունեց, որ եղել է կառավարական ծրագիր, այդպիսի բաներ եղել են, այո, եւ դա հիմա ռուսական ռոպագանդան շահագործում է, բայց դա այլևս օրակարգի մաս չէ։ Հիմա իհարկե այստեղ կարող են շատերը ասել Վենեսուելայի օրինակը, որտեղ նախագահ Թրամփը հայտարարում է, որ իշխանափոխություն է կատարելու, պիտի հասկանանք, որ սա արևմտյան քաղաքական կոնտեքստից դուրս երևույթ է եւ սա զուտ նախագահ Թրամփի անձնական քաղաքականության, իր անձնական վարչակազմի մոտեցումների խնդիր է։ Սա արևմուտքի հավաքական մոտեցում չի, այնպես ինչպես եղել է, եւ ընդհանրապես այնպիսի տեկտոնիկ շարժեր են լինում արևմուտքում, որ մենք այսօր չենք կարող ասել, այ արևմուտքը սա է ուզում, Եվրոպան մի բան է ուզում, Միացյալ Նահանգները մի բան է ուզում, Ավստրալիան մեկ այլ բան է ուզում, որ նույնպես արևմուտքի մաս է։ Հիմա, եթե կա ժողովուրդ, որը գնում է դեպի Թուրքիայացում եւ Ադրբեջանացում որպես պետություն, այս դեպքում որևէ մեկը դա չի կասեցնելու։ Ներառյալ նախագահ Թրամփը, եթե էլի ասեմ ձեզ, ուղղակի շահեր Միացյալ Նահանգները այստեղ չունի։ Իսկ ուղղակի շահեր այստեղ Միացյալ Նահանգները ուղղակի շահեր չունի։ Դուք նշում եք թուրքացում, ադրբեջանացում եւ Թուրքիայացում, եւ որ եթե մենք ներսում ընդունում ենք սա, հետեւաբար մնացածը չեն կարող դրան դիմադրել, հատկապես որ իրենք ինչպես է Թուրքիայացման մեջ որևէ վատ բան չեն տեսնում, որտեղ իրենք համարում են Թուրքիան ինչ որ առնում արևմուտքի գործընկեր, Ադրբեջանին չեն դիտարկում որպես ինչ որ լուրջ սպառնալիք իրենց համար, հակառակը, հետեւաբար իրենց համար այդ էմոցիոնալ ֆոնը չկա, այսինքն իրենք դիտարկում են զուտ բանաձևային, որ դու Ռուսաստանից կախվածություն չունես, X երկրից ես կախված, կարող է նաև Իրանը չլինի, ավելի լավ որ ուրեմն Ադրբեջան եւ Թուրքիան, նրանք բոլորն էլ կարելի է նրանց հետ ինչ որ առումով բանակցել եւ ունենալ որոշակի պայմանավորվածություն, բայց սա խնդիրը այն է, որ մեզ համար տպավորություն է իշխանության կողմից եկող ազդակներից, որ մենք ուրիշ տարբերակ չունենք էլ։ Մեր միակ փրկությունը, միակ դուրս գալու այս փակուղուց վիճակը Ադրբեջանի հետ բարեդրացիական հարաբերություններ ունենալն է, դրանով հանդերձ լավացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, բացել սահմանները, ունենալ այդ տնտեսական շարժը եւ մենք այդտեղ չենք ունենալու անվտանգային սպառնալիքներ։ Սա ըստ էության Հայաստանի իշխանության մոտեցումն է։ Դա ոչ միայն ողորմելի, դավաճանական եւ զզվելի գաղափարախոսություն է, որպես գաղափարախոսություն, այլև խորապես անուղեղ գաղափարախոսություն է, բայց քանի որ այստեղ ես տեսնում եմ հստակ մոտեցում,
ոչ թե մոլորվածություն, շեղվածություն, ինչ որ սխալ քաղաքական գաղափարներ ունենալ, այլ տեսնում եմ հստակ մոտիվացիաներ, անձամբ ես այդպես եմ տեսնում։ Ես սա չեմ կարող ասել հիմարություն։ Կլիներ հիմարություն, եթե դա լիներ կամ ապուշություն, եթե դա լիներ այսպես մոլորյալ գաղափարախոսություն։ Այդպես չի։ Ես համոզված եմ խորապես, որ դա այդպես չի, սա շատ հաշվարկված, հստակ մոտեցում է եւ երկար պատմություն է, դրան չանդրադառնանք հիմա։ Ես ուզում եմ ձեր շատ կարևոր հարց եք տալիս, շնորհակալություն, երկու մասերից էր բաղկացած, երկու մասերին էլ պատասխանեմ, որպեսզի հստակ լինի արձագանքը։ Առաջին հերթին մենք արձանագրեցինք, որ Արևմուտքը Հայաստանի թուրքայացմանը հակազդելու գործիք չունի եւ չի կարող ունենալ, որտեղ հայ ժողովուրդը ինքը չունի որևէ օրակարգ։ Մյուս կողմից բնականաբար Արևմուտքը թշնամի չի Թուրքիային եւ ինչի պիտի թշնամի լինի Թուրքիային, եթե օբյեկտիվորեն նայենք։ Նախ հայերը իրենք ուզում են քիրվա դառնալ Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց ուրիշներին մեղադրում են, որ թշնամի չեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Սա ֆանտաստիկ մտածողություն է։ Անհավատալի մի բան։ Բայց այստեղ այդ նույն մեխանիկան է, որի մասին ես բազմաթիվ անգամներ խոսել եմ, մասնավորապես վերջերս Դանստրվիլի հետ կապված։ Ուզում են ուրիշը գա իրենց համար կռվի, իրենք չկռվեն, մեղադրում են ուրիշին, թե ինչի չես գալիս, մեր գործը անես, բայց հետո իրենք ոչինչ չեն անում եւ մտածում են քիրվայության մասին։ Հիմա սա մեկ, երկրորդ հերթին։ Այո, դա արձանագրում ենք, բայց դա երկրորդ կողմն ունի։ Արևմուտքը ունի մի շատ կարևոր մոտեցում։ Մասնավորապես այս տարածաշրջանում, Մերձարևելյան տարածաշրջանում։ Արևմուտքը դեմ է որևէ ուժի, որևէ պետության գերտերություն, համաշխարհային գերտերություն դառնալուն, որովհետև դա սպառնալիք է Արևմուտքին։ Այնպիսի պետության, որը Արևմուտքի մաս չի։ Օրինակ, եթե Լեհաստանը դառնա համաշխարհային գերտերություն, դրան որևէ մեկը չի ընդդիմանալու։ Որտեղ Լեհաստանը ամբողջությամբ ինտեգրված է արևմտյան աշխարհին, ինքը արևմտյան աշխարհի մաս է, թեև երկար տարիներ, տասնամյակներ եղել է սովետական բլոկի մաս, Վարշավյան պակտի մաս, բայց Լեհաստանը անգամ առաջատարն է այս պահին ինչ որ առումով արևելյան բլոկի արևմուտքում։ Բայց եթե վերցնենք օրինակ Իսրայելի օրինակը, Իսրայելի դեմ բավական լուրջ հակազդեցություն կա այսօր ոչ միայն Եվրոպայում, այլև արդեն իսկ Միացյալ Նահանգների ներսում, ինչի համար, որտեղ Իսրայելը դառնում է համաշխարհային գերտերություն, տարածաշրջանային գերտերությունից զատ, լինելով դաշնակից արևմուտքին, բայց ինքը այս տարածաշրջանում է եւ այստեղ դա կարող է հավելյալ խնդիրներ հարուցել արևմուտքի համար ըստ տարբեր արևմտյան մտքի կենտրոնների, որովհետեւ կարող է դուրս գալ իրավիճակը այս բարդ տարածաշրջանում արևմուտքի վերահսկողությունից, ինչի ականատեսը մենք լինում ենք Իսրայելի ազգային շահերը հետապնդելիս Իսրայելի կողմից վարվող քաղաքականության արդյունքում եւ դրա համար կա հակազդեցություն։ Եվ եթե դա տեղի է ունենում լավագույն եւ մերձավորագույն դաշնակցի հետ, ոչ Եվրոպայի, բայց ԱՄՆ-ի լավագույն եւ մերձավորագույն դաշնակիցը թերևս ամբողջ աշխարհում Իսրայելն է, ապա ինչ է տեղի ունենալու, եթե Թուրքիան դառնա համաշխարհային գերտերություն, իսկ Թուրքիան միավորվելով Ադրբեջանի հետ, Հայաստանը թուրքիայացնելով կամ ադրբեջանականացնելով դառնալու է համաշխարհային գերտերություն։ Դա լինելու է երկրորդ Չինաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար, երկրորդ Ռուսաստան Եվրոպայի համար եւ շատ ավելին, որովհետեւ թուրքական պետական համակարգը եւ պետական մտածողությունը, չնայած հայերի մտածածին, թե Ռուսաստանը հզոր քաղաքական կուլտուրա ունի, բան այդպես չի։ Թուրքիայինը շատ ավելի ամուր է եւ ունի դարերի պետական կառուցվածք եւ ընդհանրապես թուրքերը ունեն պետական մտածողություն։ Բայց այդ դեպքում հայ ներողություն ընդհատում, ուղղակի ժամանակի խնդիր ունենք։ Այդ դեպքում իրենք պիտի դիմադրեին Հայաստանի թուրքայացման։ Այո, հիմա դրան էլ ասեմ, փորձեմ արագ ձևակերպել ժամանակ խնայելու համար։ Բայց այս միտքը կարևոր է։ Հիմա այս պարագայում մենք պիտի հիշենք Սադամ Հուսեյնի դեպքը, որը արևմուտքի դաշնակիցն էր, բայց արևմուտքը ջարդեց նրան առաջին անգամ 90 թվականին, երբ հարձակվեց Քուվեյթի վրա։ Քուվեյթի նավթը առանձնակի կարևորություն չուներ արևմուտքի համար, ինչպես ներկայացնում են այսօր եւ ինչպես ներկայացնում է Ռուսաստանը։ Կարևոր էր այն, որ Իրաքը չդառնա համաշխարհային խաղացող եւ տարածաշրջանում թելադրող։ Ինչպես հիմա Վենեսուելան, Վենեսուելայի օրինակը մի քիչ տարբեր է, բայց այնուամենայնիվ այո։ Չէ, հարավային Ամերիկայի սնուցողը կարող է դառնալ նավթամթերքների։ Այո, դրա համար խեղտած են պահում, որտեղ ինքը լրիվ դուրս է, այո, դուրս է լրիվ,
Բայց հենց դարձավ պրոարևմտյան իշխանություն, անմիջապես Վենեսուելան կսկսի ծաղկել, որտեղ աշխարհի ամենախոշոր ռեսուրսներից մեկը ունի, մասնավորապես գազային։ Հիմա Թուրքիան լուրջ սպառնալիք է արևմուտքի շահերի համար հեռանկարում եւ դա շատ լավ հասկանում են արևմուտքում, որովհետեւ տեսնում են թե ինչ եղավ Սիրիայում, ինչ եղավ Իրաքում Թուրքիայի մասնակցությամբ եւ ընդհանրապես աշխարհի տարբեր երկրներում։ Մի ամբողջ պետություն Թուրքիան գրավեց Սիրիան։ Սիրիան ամբողջությամբ գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո։ Եվ այդ ամբողջ իշխանափոխությունը Սիրիայում տեղի ունեցավ Թուրքիայի մասնակցությամբ։ Հիմա սրան դեմ են, բայց կրկնեմ, ինչ պիտի անեն, եթե հայ ժողովուրդը որոշել է գնալ եւ իր երկիրը միավորել ռեգիոնալացման գաղափարախոսության անվան տակ, խաղաղության, այսպես կոչված խաչմերուկի անվան տակ, խաղաղության անվան տակ, տարալուծել թուրքական աշխարհի մեջ։ Ինչ պիտի անի արևմուտքը։ Ոչ մի բան։ Կամ օքեյ, շատ լավ, ինչ կարող է անել, էլի ոչ մի։ Սա ամբողջ խնդիրը, որ Փաշինյանի վարչակազմը տեսնում է միակ լուծումը դրա մեջ։ Ես չեմ կարծում, որ ինքը միակ լուծումը տեսնում է դրա մեջ, ինքը վաճառում է այստեղի ազգաբնակչությանը, որ միակ լուծումը դրա մեջ է։ Միակ լուծումը ես եւ դուք գիտենք, որ դրա մեջ չի։ Ես ասում թե իրենք ինչ են մտածում։ Միակ լուծումը բոլորովին այլ տեղ է, եւ այդ լուծումը կա, բայց այդ լուծումը ձեր ասած եւ մեր ասած մոտեցումը պահանջում է շատ մեծ ջանք։ Քեվոր ես սկսել եմ մտածել, որ այո, շատ մեծ ջանք է այսօր, բայց ընդհանրապես որպես երևույթ այդքան էլ մեծ ջանք չի։ Համաձայն եմ, ցանկացած պետություն ունի իր, այսինքն առանց ջանքի չես դառնում չեմպիոն, դա անհական չես էլ ապրում առանց ջանքի։ Եթե դու չես ուզում դառնալ չեմպիոն, դու բավարարվում ես 3-ով սովորելուն, դու չես ուզում դառնաս լավ սովորող, դու չես ուզում դառնաս լավ մարզիկ։ Այս պարագայում գիտեք որն է, ասում է 2 դրեք, բայց դասարանից դուրս մի թողեք։ Մոտավորապես, հիմա այստեղ ավելի վատ է, քանի որ այո, հիմա բայց ես ուզում եմ ոչ թե մենք, այսինքն ոչ թե քննադատենք, այլ փորձենք հասկանալ, թե իշխանությունը ինչ տրամաբանությամբ է, որովհետեւ տեսնենք այդ տրամաբանության խոցելիությունը որտեղ։ Բայց եթե ինձ եք ուզում հարցնել, իմ անձնական կարծիքը հետեւյալն է, Գևորգ։ Այո, իհարկե։ Որ այս ռեժիմը Ադրբեջանի եւ Մոսկվայի կողմից դրված է Հայաստանում 2018 թվականի չհեղափոխությունը կամ հեղափոխությունը, որ իրականում չհեղափոխություն էր, օպերացիա էր, որպեսզի այս ռեժիմը գա, որպեսզի իրականացնի Հայաստանի փոխանցումը Ռուսաստանից Ադրբեջանին եւ Թուրքիային։ Առաջին փուլը Արցախն էր, հիմա մնացած process-ներն են իրականում։ Այստեղից ռուսներին ինչով էր դա ձեռնտու, որ դա ռուսներին ձեռնտու էր մի բանով, ռուսները գործարք էին կատարել թուրքերի հետ, թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, եւ իրենք իրենց դասական քաղաքականության շրջանակներում Հայաստանը վաճառեցին։ Այսինքն վաճառեցին նախ Հայաստանի Արցախի հատվածը, հիմա վաճառում են այս հատվածը։ Փաշինյանն էլ հասկանում է, որ վաճառել են իրեն, ինքն չի ուզում։ Չէ, իրեն չեն վաճառել, իրեն չեն վաճառել, ինքը իրականացրել է վաճառքի, ինքը չէ պատկերավոր վաճառքի գործարքը, ասենք կարող էր ինքը եթե իմ սուբյեկտիվ համոզմունքն է, եթե իրեն բերել են, ինչ է նշանակում տարբերակ ուներ, իհարկե չունի, որտեվ դա իր ընտրած տարբերակն է։ Այդ տրամաբանության համաձայն։ Հիմա ինքը հայտնվել է այս փակուղու մեջ, բայց ինքը չի ուզում մեզ ասի, որ մենք փակուղու մեջ ենք։ Ինքը փակուղու մեջ չի, ինքը բացուղու մեջ է։ Իր համար։ Հա, բայց իր համար ենք խոսում։ Չէ, դե մեզ համար նորից է հիմա այս մասին խոսել ենք։ Մեզ համար ո՞րն է, ես եւ դուք եւ մի քանի հոգի։ Մեզ համար ո՞րն է, հայ ժողովրդի համար օքեյ է այս վիճակը։ Եվ եթե մենք խոսել ենք շատ անգամներ, եթե օքեյ է վիճակը, մենք ինչ ենք մեր անձնական մոտեցումները եւ գաղափարները պրոյեկտում ժողովրդի վրա։ Այո, մի հատ տեսություն կա, չէ՞, որ ասում է մեծամասնությունը ընդհանրապես ընտրում է ունեցածը չկորցնելու ճանապարհը, քան չունեցածը ձեռք բերելու։ Չէ, այդպես չի։ Կա այդ տեսակետը, բայց այդպես չի։ Հիմա ասինքն իրենց դա են ասում, որ գիտեք, մենք ունենք քիչ թե շատ ինչ որ ունենք, եկեք որպեսզի սա չկորցնենք, եկեք ընտրենք այս ճանապարհը, ադրբեջանացում, կոչենք դա խաղաղություն, կոչենք դա, չգիտեմ, պատերազմի բացակայություն, անվտանգություն, քան գնանք թվացial անկախության կամ այսպես ասած կոնֆրոնտացիոն ճանապարհով։ Ես ցավում եմ, որ այս հաղորդումը կարճ է շատ, որտեվ դուք անգլերենում շատ լավ արտահայտություն կա, չէ՞, can of worms։ Այսինքն թրթուրների բանկա եք բացել, տարա եք բացել եւ հիմա թրթուրները վազում են, մենք չենք հասցնում բռնել, որտեղ թեմաները ահավոր մեծ են, որին դուք եք անդրադառնում։ Շատ կարճ ասեմ, այստեղ կա հոգեբանության խնդիր։ Ժողովրդական ընդհանուր պատմական հոգեբանության խնդիր։ Այդտեղ է խնդիրը։ Ես եկել եմ այն համոզման, որ պետություն ունենալու մղում չի եղել պատմության մեջ եւ չկա մեզ մոտ։ Այո, հանած է մեր մեջից այդ կոդը։ Չէ, հանած չի, չկա։
Չկա ուղղակի։ Հանած լինելու համար պիտի լինի որ Հա, հանած։ բայց մենք ունեցել ենք մտածողներ, որոնք խոսել են անկախության։ Խոսում եք անհատների մասին, անհատները միշտ կան, միշտ եղել են։ Երբ որ ասում ենք ամբողջությունը, երբեք ամբողջությունը 100%-անոց չի։ Առաջնորդ նույն հрьяաներին իրենց առաջնորդներն են տանում դեպի Այդ առաջնորդներին մենք խոսել ենք այս մասն էլ, այդ առաջնորդները օթից չեն ընկել, այդ առաջնորդները հрьяային ծնել են հрьяաները։ Դա հрьяական ազգային իղձերի գաղափարների բանն է։ Հрьяաների 2000 տարի աբ ամսի 9-ին Երուսաղեմի տաճարը կորցնելու օրը, երբ իրենց հռոմեացիները վտարեցին Երուսաղեմից, տաճարի կորցանման օրը ավելի շուտ, հավաքվել են որևէ սիմվոլիկ պատի տակ եւ լացել են եւ անընդհատ ասել են այդ հայտնի արտահայտությունը, որ այսօր որոշ սուտի ազգայնականներ ասում են հաջորդ տարի Շուշիում բան պլոճիկ են արել առանց էությունը եւ բովանդակությունը ունենալու։ Էությունը եւ բովանդակությունը չկա, բայց իրենք 2000 տարի ասել են մենք վերադառնալու ենք, դա եղել է պետություն ստեղծելու երազանք։ 2000 տարի 2 տարի չանցած բոլոր Հայաստանում մասնավոր հիմնարկներն անգամ, որոնց լոգոյի մեջ կամ պատկերանշանների մեջ կամ գովազդային բաների վրա կար Հայաստանի քարտեզը ներառյալ Արցախը անեցին գցեցին դուրս։ Ես հատուկ եմ պայել տալիս հա։ Հա, այստեղ բացառություն է իհարկե կամ 1-2 բացառություններից մեկն է։ Հա, բայց նորից սա բացառություն է, սա կարգ չի։ Դուրս եկեք նայեք ամենտեղ Facebook-ում գալիս են գովազդներ, այդ սովետական Հայաստանն է, որ այսօր պատկերում են բանով, այն որ Նիկոլ Փաշինյանը Ֆոլգայից կտրել է։ Հիմա ես կարծում եմ, որ այս հոգեբանության շրջանակներում պետություն կառուցելը, որը լուրջ աշխատանք է, որտեղ մտածողություն է պետք նաև պետական, որտեղ պետք է պետականության զգացողություն ունենալ, որտեղ պետք է սուբյեկտ համարել ինքն իրեն եւ որտեղ պետք է երազել, իսկ ինչպես գիտեք, այստեղ այս հասարակության մեջ եւ այստեղ եւ Սփյուռքում ռոմանտիզմ է համարվում երազելը, անուղեղություն է համարվում երազելը կորցրածը հետ բերելը։ Բայց նույն Սփյուռքը անի մոլմոքով էր միշտ ապրում։ Մոլմոքը մի այլ բան է, լացել, երգեր անել, խաշ ուտելուց, օղի կոնծելուց, ինչ որ կենասներ ասել, բան Արարատի նկարը կախելը, դա մի թեմա է։ Այդ նույն մարդիկ ասում են, «Էս չեն կարողանում պահենք», նա բերելու մասն է խոսում։ Այս կեղծ իրատեսությունը, որի մարմնացումը իմիջիայլոց առաջինը տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, հա, ինքը հանդիսացավ մարմնացումը։ Այդ իրատեսությունը ամենամեծ խնդիրներից է։ Չկա երազելու մաքսիմումին հասնելու մղում, որովհետեւ դու գոնե ինչ որ միջինի հասնես, դրանից հետո մաքսիմումն էլ կդառնա հասանել։ Չկա դա։ Դա այսինքն այդպես մտածող մարդիկ համարվում են ծայրահեղական, որովհետեւ դա հոգեբանությանը դեմ է։ Հարմարվելու, տալու, միշտ ուրիշը պիտի լինի, որ գա իշխի, շատերի մտածողությամբ եւ հոգեբանությամբ։ Դե խնդրեմ է, ինչի էս երկիրը 40 տարի չի կարողանում պրիմիտիվ կայանալու քայլեր կատարել։ Ինչի համար։ Ինչի ավելի ու ավելի է վատանում, որտեվ չկա այդ մտածողությունը։ Դա Քոչարյանը չի արել, անգամ Լևոնը չի արել, Սերժը չի արել, Նիկոլը չի արել, դա եղել է։ Եվ եթե հանդուրժվել է այդ ղեկավարների կողմից այդ նույն գիծը պահելը, ուրեմն դա արկա է այդ երևույթը։ Իսկ կան պետություններ, որոնք ուղղակի 0-ից են ստեղծում, օրինակ Ադրբեջանը։ 18 թվականին 0-ից ստեղծվել է Ադրբեջանի պետությունը, չի եղել այդտեղ որևէ թուրքական պետություն։ Իրենք ստեղծել են, իրենք հասել են լրջագույն պետության մակարդակ, որտեղ ունեն պետական մտածողություն, ունեն երազանք։ Իսրայելի մասին շատ ենք խոսել։ Իրենք կորցրել էին Արցախի հանդեպ վերահսկողությունը, որ ունեցել են միայն խորհրդային շրջանում Ստալինի ստորագրությամբ։ Կորցրել էին, իրենք հայերի պես չասեցին, եկեք գնանք հաշտվենք, դե արդեն 30 տարուց ավել հայերն են ապրում, միլիարդավոր դոլարներ են դրել, ռուսների դաշնակիցներ են։ Ալիևը Ստեփանակերտում կայացած այսպես կոչված Շուշիի մամուլի ֆորումներ, չէ՞ կարծեմ։ Այդ դրանում շատ կարևոր մտքեր արտահայտեց։ Ինքը ասեց, մեզ ճնշում էին եւ մեզ ասում էին պիտի հաշտվեք իրավիճակի հետ, մենք որոշեցինք իրավիճակը գետնի վրա փոխել եւ իրենց հաշտեցնել։ Ինչը իրականում բացարձակ ճշմարտություն է եւ հեքիաթներ են այն հիմարությունները, որ առավոտից գիշեր բոլորի շուրթերից, անվերապահ բոլորի շուրթերից լսում ես։ Բանակցություններ, մենք էսպես չարեցին, գնաց ասեց Արցախ Հայաստանը եւ վերջը տամ ինչը ապուշություն է։ Մարդիկ պատրաստվում էին, ժամանակ էին շահում։ Տանում էին կեղծ բանակցություններ, պատրաստվում էին եւ ունեին գերագույն երազանք, իրենք չէին հաշտվել, որ խորհրդային ժամանակ իրենց տրված տարածքը իրենց վերահսկողության ներքո չպիտի լինի, որտեղ իրենք ունեին երազանք խոշորը պետություն եւ համաշխարհային խաղացող դար, եւ իրենք այսօր մոտ են դրան։
Այսօր իրենք Հայաստանին կերել են փաստացի։ Այո։ Իրենք ունեն դա։ Հիմա եթե մենք ունենայինք, այսօր այսպես չենք լինի։ Եվ ո՞րն է այն դասը, որ հայերը քաղեցին այս ամեն ինչից։ Ո՞րն է դասը։ Այո, որ պետք է ամեն ինչ տանք։ Սա է դասը։ Որ պետք է ժամանակ տանք։ Փոխանակ հակառակը չհաշտվեն, ասում են եկեք հաշտվենք եւ մի բան էլ հաճույք ստանանք։ Հոգեբանությունն է խնդիրը, քաղաքական մտածողության հոգեբանությունը։ Այո, շնորհակալ եմ։ Իհարկե, ինչպես որ դուք եք ասում, մեր զրույցները միշտ ժամանակով են միայն սահմանափակվում։ Իրականում մենք շատ ցավոտ եւ կարեւոր հարցերի ենք անդրադառնում եւ սա էլ հնարավորություն է մեր հեռուստադիտողներին նաեւ մտածել։ Այդ անգլերեն ասած thought provoking զրույցներ են սրանք, որոնք մտքին կարևոր պիտի այսպես կայծ լինեն, որպեսզի մարդիկ սկսեն ի վերջո այդ ռեֆլեքսիան ունենալ եւ այդ անջատած վիճակից դուրս չեն ունենալու Գևորգ, ես ասեմ ուղղակի ինչի եմ ասում եմ, որտեվ իմ մտքերը արտահայտում եմ, եթե որևէ մեկը կարծում է թե ես ասում եմ, որովհետև ես հույս ունեմ, որ դա արդյունք կտա, կամ ասում եմ, որ արդյունք տա, ես այդ աստիճանի հիմար եւ ռոմանտիկ չեմ, ես հստակ գիտեմ, որ դա չի փոխվում, մենք խոսում ենք եւ ես խոսում եմ այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ գտնվում են մտածողության այս դաշտում քիչ թե շատ, այդ մարդիկան դա շատ փոքր ամասնություն է եւ կիսվում եմ մտքերով։ Ես չունեմ որևէ առաքելություն ժողովրդին փոխելու, որովհետեւ սա հազարամյա խնդիր է, սա հնարավոր չի անել ոչ իմ մակարդակով, ոչ ձեր մակարդակով, ոչ էլ արդեն պետք է անել, ասեմ ձեզ։ Սա կամ պիտի մեկը լինի իշխանություն, որը այս գաղափարներով գա, որը բացառված է հայության մեջ, այս գաղափարներով որևէ մեկը իշխանության չի գա, որևէ մեկին թույլ չեն տա, ոչ միայն դրսի խաղացողները, որոնք վերահսկում են Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը, այլև ներսի ժողովուրդը։ Իսկ նոր սերունդի ձևավորելու խնդիրը։ Նոր սերունդը ընդհանրապես կորցված է, Գևորգ։ Եթե իմ եւ ձեր սերունդը փչացած նեխած էր, իմ եւ ձեր ընկերները, մեր տարեկիցները, մեր համասարանական ընկերները բոլորի մեծամասնությունը եթե փչացած էին, ապա նորագույն սերունդը, նոր սերունդը ընդհանրապես ազգայինից հեռու է հազարավոր մղոններով, գումարեք դրան այն հուշկու պրոպագանդան բոլշևիկյան եւ թուրքական, որը ընթանում է այսօր, թուրքիայացման ավելի շուտ, հա, ուղեմ ինձ։ Այս սերունդը դրա տակ է մեծանում։ Այո, շնորհակալություն, մենք ամեն ձևով պայքարելու ենք այդ թուրքիայացման կամ այդ բառը ինչպես եք ասում, ես անդադ չգիտեմ ոնց ենք պայքարելու, բայց խոսում ենք հիմա։ Շնորհակալություն ձեզ հեռուստատողներ, մենք հյուրընկալեցինք քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանին, հաջողություն ձեզ։